Ողջունում եմ ձեզ, իմ շատ սիրելի եւ հավատարիմ հետևորդներ ջան, ուզում եմ ասել անչափ շնորհակալություն ձեզ բոլորիդ, ովքեր որ բաժանորդագրվել են մեր ալիքին։ Սիրելիներս, առավոտ շուտ է, ճանապարհ ենք ընկել, Արտուշի դասարանը գնում է էքսկուրսիա եւ այդպես ծնողներն էլ հետները միասին գնում ենք բոլորով, ձեզ ցանկանում եմ բարի դիտում, իսկ մեզ բարի ժամանց։ Սիրելիներս, մոռացա նշեմ, որ մենք գնում ենք Օշական Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին ծաղիկներ դնելու։ Գնում ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու։ Փոքրիկ տեղեկություն եմ ուզում ասել Օշական գյուղի մասին, ասեմ, որ Օշական գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում, այնտեղ գնում ենք Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, 441 թվականին Մեսրոպ Մաշտոցի մահից հետո զորավարներ Վահան Ամատունին և Համայակ Մամիկոնյանը նրա մարմինը տեղափոխում են Օշական և որոշ ժամանակ անց Վահան Ամատունին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա մատուռ է կառուցել։ Իր պատմության ընթացքում մատուռը մի քանի անգամ փլուզվել է և նորից վերանորոգվել է, վերակառուցվել է։ (1875-ից 1879 թվականներին) Գևորգ IV կաթողիկոսը մատուռի հիմքի վրա կառուցել է նոր հորինվածքով բազիլիկ եկեղեցի։ 1884 թվականին եկեղեցուն կից կառուցվել է երկհարկ 8 սյունանի ռոտոնդայով պսակված զանգակատունը։ Այստեղ, որ դուք տեսնում եք, Արտուշի դասընկերներն են և մեր շատ սիրելի ուսուցչուհին է։ Մոտենում ենք արդեն եկեղեցուն, որպեսզի մտնենք եկեղեցի։ Սիրելիներս, բոլորովս մտանք եկեղեցի, երեխաները ուսուցչուհու հետ առանձին կմտնեն Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը տեսնելու, որից հետո դուրս կգան, հետո նոր մենք ծնողներով կմտնենք Կանգնում եք, այստեղ դեռ չեք դնում, կանգնում եք, ոչ չեք եկում, երեխաների եկեք, չէ, ոչ մեկը չի դնում դեռ, սպասեք, եսակ կաստեպի չեք, չեն կոմ գնացեք ներսը, առաջ գնացեք, որ իրենք կարողանալ կան, այստեղ չի կարելի խոսնայել, հիմա լսեք երեխաներ, հիշում եք չէ, որ Մեսրոպ Մաշտոցի մասին անցել ենք մենք, հիշում եք չէ, ով էր Մեսրոպ
Առաջ գնացեք թողիչներ երեխան։ Ահա, հիշում եք, չէ՞։ Հիշում եք, որ Օշականի մասին անցել եք, Մեսրոպ Մաշտոցի մասին անցել եք, ասել եք Օշականը դարձել է սրբավայր։ Հա, հիշում եք։ Հիմա եկել եք այդ սրբավայրը հարգանքի տուրք մատուցեք Մեսրոպ Մաշտոցի հիշատակին։ Հիմա դուք զաղիթներ կխոնարհեք Մեսրոպ Մաշտոցի գերեզմանակարին եւ դուք էլ ձեր հարգանքի տուրք կմատուցեք։ Դրեք ով դնում է այն կողմ, այս կողարի։ Դրեք ու այս կողմ եք։ Լուր։ Մի գավեք ոչ մի բաներ։ Մայր ջան, դու մնաք Խուդասարանի հետ, ես դուրս եմ գալիս։ Շոթե ջան, Դու գնանდა, իմ աղջիկս ես դուրս եմ գալիս Խուդասարանի։ Սիրելի հետևորդներ ջան, քանի որ Հայաստանի տարբեր դպրոցներից առաջին դասարանի աշակերտները եկել էին Մեսրոպ Մաշտոցի Սուրբ եկեղեցին, հա, այդպես մենք խնդրեցինք ծնողներով 1 րոպեով մտնել եւ արագ դուրս գալ, քանի որ հերթը շատ էր, այնպես էին անում, որ բոլորն էլ մտնեին եւ արագ դուրս գային, որպեսզի բոլորին էլ հերթ հասներ, բոլորն էլ մտնեին
Սիրելիներս պարը պարելուց հետո ուսուցչուհին շատ գեղեցիկ բանաստեղծություններ էր գրել անհատական երեխաների համար, իրենց վինետկաները նվիրելուց առաջ բանաստեղծությունը կարդում էր, այդպես երեխաները գուշակում էին, թե ում մասին է խոսքը և այդպես հանձնում էր վինետկան։ Ինչպես տեսնում եք, մենք շարժվում ենք դեպի առաջ, գնում ենք տառերի մոտ, բոլորով նկարվենք, որից հետո գնում ենք մի լավ հավեսով քեֆ անելու։ Բազմաթիվ երեխաներ հերթ են կանգնել իրենց անվան առաջին տառի մոտ, որպեսզի նկարվեն։ Հարգելիներս, այստեղ փորձում եմ Արտուշին նկարել, չի ստացվում, քանի որ ուժեղ արև էր ու Արտուշի աչքերն էլ ջրակալում էր, գլխարկը թողել էինք ավտոբուսի մեջ, այդ պատճառով չէր կարողանում մի կերպ երևի թե մի երկու նկարեմ արագ արել ու գնացել ենք։ Սիրելի հետևորդներ ջան, մենք թանգարանել նույնիսկ չմտանք, քանի որ արդեն շատ շոգ էր և երեխաները հոգնել էին, չէին կարող այդքան երկար ոտքի վրա կանգնել, արևի տակ մնալ։ Սիրելի հետևորդներ ջան, մենք արդեն գտնվում ենք հանգստյան գոտում, որը կոչվում է Մանկանոց հանգստյան գոտի։ Եթե իհարկե ես չեմ սխալվում, այդպես էին անվանում, այստեղ ծառերը շատ են, երեխաները հովի տակ կարողանում են խաղալ, զբաղվել, շատ հաճելի ժամանակ ենք անցկացրել։ Մի փոքր այսպես ծանոթացնեմ տարածքի հետ, դուք էլ տեսեք, հնարավոր է, որ մի օր էլ դուք ցանկանաք գնալ այստեղ։ Առավոտից մինչ երեկո հնչում է բարձր և ճաշակով երաժշտությունը, ունեն լողավազան, տարբեր տաղավարներ ունեն, երեխաների համար խաղալու հրապարակ է, մի խոսքով ամեն ինչ շատ հարմար է հանգստի համար։
Մի հատ նայեք, երեխեք, մի հատ ստեղ նայեք։ Հակի բերաներ։ Հանգստյան գոտուց քիչ վերև է գտնվում նաև Սուրբ Մանկանոց եկեղեցին։
Այստեղ երեխաների համար շատ գեղեցիկ եւ համեղ պեչենիներ էինք պատվիրել, վերցրել ենք, ուսուցչուհին բաժանում է երեխաների մեջ։ Չէ, ոչ թե հասել է, ինքը չի։ Բացի։ Հա,